Բարի լույս սիրելիներս, եկեղեցուն գրել եմ, բայց Դիոտրեփեսը, որն իրեն մյուսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ, դրա համար եթե գամ պիտի հիշեցնեմ այն գործերը, որ նա արել է, չար խոսքերով, շատախոսելով տանջում է մեզ, և այսքանով չգոհանալը ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլև արգելք է հանդիսանում նրանց, ովքեր ընդունում են, և այդպիսիներին եկեղեցուց դուրս էլ է հանում։ Դիոփրեսի մասին, սիրելիներս, մեզ ոչինչ հայտնի չէ, բայց գրվածքից հասկանում ենք, որ Հովհաննես առաքյալը խոսում է մեկի մասին, ով եկեղեցու պատասխանատու եղել և նախանձի պատճառով այլևս չուզել Հովհաննես առաքյալին հնազանդվել։ Նա եկեղեցու պատասխանատու էր, բայց ուզում էր, որ ինքն իր ցանկություններով եկեղեցին ղեկավարել։ Մենք այստեղից ինչ ենք տեսնում, որ բոլոր ժամանակներում առաքելական շրջանից սկսված եկեղեցում հայտնվել են մարդիկ, ովքեր նախանձի, չարախոսության, իրենց չարության պատճառով փորձել են Աստծո եկեղեցին օգտագործել իրենց նպատակների և իրենց պետքերի համար։ Տեսեք, ասում է, ոչ միայն չի ընդունում շրջի քարոզիչ եղբայրներին, այլև հյուրասիրության համար նրանք, ովքեր ընդունել են այդպիսիներին, անգամ եկեղեցուց դուրս է դրել։ Ասում է, երբ որ գամ, նրա չարության և շատախոսության մասին պիտի հիշեցնեմ։ Ինչ է սա նշանակում, սիրելիներս։ Նա, ով ուզում է առաջնորդ դառնալ, հստակ է, պետք է խոնարհվի, որովհետև չի գալիս ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու։ Հիսուս ասում է, եթե ես Տերս, վարդապետս խոնարհվեցի ձեր ոտքը լվացի, խոնարհություն օրինակը դասը տվեցի ձեզ, դուք պարտավոր եք մեկը մյուսի հանդեպ այդպիսին լինել։ Եվ ամենակարևորը, ովքեր ուզում են առաջինը լինեն, պետք է վերջինների պես լինեն։ Ինչ է սա նշանակում, սիրելիներս, որ բոլոր ժամանակներում իշխանության տենչյանքը շատ շատերի մեջ գայթակղություն առաջացել։ Ամենամեծ փորձությունն է, որ մարդ ուզում է իշխանություն ունենալ, այդ փորձության մեջ ընկնում է սատանայի ծուղակը։ Մի պարզ բան մոռանալով, որ եկեղեցին Աստծո սեփականությունն է։ Այնտեղ ծառայող հոգևորականը ընդամենը սպասավորն է և ինքը պարտավոր է Աստծուն վստահած ժողովրդին առաջնորդել դեպի փրկություն։ Ոչ թե իր անձնական նպատակների, ցանկությունների, իր վիրավորվածության, իր գայթակղության պատճառով ամբողջ հոտը ցիրուցան անել, սատանան հենց այստեղ է հաղթանակ տանում, որ մենք կարծում ենք այս եկեղեցին մերն է, մեր սեփականությունն է, մենք ինչպես ուզենք, այնպես էլ պիտի վարվենք։ Տեսեք, ասում է Հովհաննես առաքյալը, չի ուզում ինձ հնազանդվի, ով իրեն նշանակել է եկեղեցու մեջ սպասավոր ծառայող, նա դուրս է եկել առաքյալի դիմաց։ Եվ ինչ է սա նշանակում, ինչպես Պողոս առաքյալն ասում, ամեն մեկս Աստծուն հաշիվ ենք տալու մեր արածի համար։ Ինչ ենք խոսել, ինչ ենք ասել, ինչպես ենք գործել, ինչ ենք քարոզել, այս ամենի համար մենք Տիրոջը պիտի պատասխան տանք։ Իսկ քանի որ մենք պիտի ներկայանանք Տիրոջ դատին, ուրեմն ոչ թե մեր անձնական ցանկությունները պիտի ներկայացնենք, այլ Տերը պիտի մեզանից մեր տնտեսության հաշիվը պահանջի, ինչպես ենք իր սեփականության հետ վարվել, ինչպես ենք իրեն պատկանող ժողովրդին առաջնորդել, հոգևոր դաստիարակությամբ առաջնորդել ենք դեպի փրկություն, թե մեր անձնական գայթակղություններով մարդկանց հեռացրել ենք ճշմարտությունից, Աստծո եկեղեցուց և մարդկանց դարձրել թերահավատ կամ ընդհանրապես անհավատ մարդիկ։